Դե ինչ, ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ ապդեյթ լրատվական, ես Ռաֆայել Մնացականյանն եմ և առաջարկում եմ միասին հարմացնել օրվա լրահոսը։ Կրկին խորհրդարան։ Խորհրդարանում այսօր էլ շարունակվել է պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու հարցը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եզրափակիչ իր ելույթում անդրադարձավ երեկ և այսօր ազգային ժողովի նիստերի դահլիճում պատգամավորների հնչեցրած մի շարք հարցերի, ընդգծելով, որ բոլոր քաղաքական քննարկումները թողնելու է քաղաքական մարմիններին։ Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե ինչու ավելի շուտ չի եկել ազգային ժողով, Վարդապետյանը պարզաբանեց։ Ինչ վերաբերում է ավելի շուտ չգալուն, հարգելի պատգամավորներ, պատվարժան պատգամավորներ, ես այսքան ապացույց, որ վարույթի ընթացքում ձեռք եմ բերել, նախաքննությունը գրեթե ավարտված եկել եմ, դեռևս դժգոհություններ կան հիմնավորվածության, կապերի մասին պատկերացնում եք, ես մի տարի առաջ գայի, երբ որ այս բոլոր գործողությունները արված չէր, միանգամից մերժելու էիք։ Իդեպ այդ նույն տրամաբանությամբ որ անընդհատ քննարկվում է կալանքը որպես պատժիչ գործի կալանքը եւ այլն, հենց առաջինը դատախազությունն է շատ դեպքերում դեմ լինում կալանքը տանելուն ինչի, որովհետեւ դատարանները այդ փուլում սկսում են մեղքի հարց քննարկել։ Սկսում են այդ ապացուցողական բազայի շրջանակում ասել, որ հիմնավոր կասկած չկա։ Եվ եթե նկատել եք, ոչ մի պատգամավորի վերաբերյալ գործով ես երբևէ կալանքի մասով որևէ հարցադրում ազգային ժողովի առաջ չեմ բարձրացրել, որովհետև մեզ համար այդ վերջին ամենալուրջ խափանման միջոցը այս գործերով կարևոր չի։ Մենք ունենք արդեն այնքան փաստական տվյալ, որ մենք կարող ենք այս գործերը ուղարկել դատարան։ Դուք կհամաձայնվեք, թե չեք համաձայնվի, հարգելի պատգամավորներ, դա ձեր որոշելիքն է, բայց անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան։ Ինչու եմ ասում ես, որովհետև ես հսկողություն եմ իրականացնում հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ։ Դատական ակտի արդյունքներով նորից եմ գալու։ Եվ այնքան ժամանակ, մինչև գործի լրիվությունը կապահովվի եւ կկարողանանք վստահ ասել, թե ով էր ճիշտ, ով էր սխալ։ Այս առումով որևէ չասեմ, ճնշում բառը շատ ասեցիք, որևէ պարտականություն ձեզ վրա դնել, որևէ մեր պատասխանատվություն ձեզ վրա թողնել չկա։ Դուք եք այն մարմինը, որ մեզ թույլ եք տալի հետապնդում հարուցել։ Եթե այդ դրույթը չունենք, մենք հետապնդում կհարուցենք, կուղարկենք դատարան։ Ոնց որ անում ենք մյուս բոլոր գործերով։ Դե բնականաբար պարոն Աղազարյանը եւս խոսել է, հաջորդ քայլը լինելու է ափալ-թափալ դատարան տանելն ու ինձ մանդատից զրկելը։ Աղազարյանը այսպես է մեկտաբանում կատարվածը եւ հավելում, մեջբերեմ իր խոսքը. ես շատ լավ եմ զգում ինձ, շատ հպարտ եմ զգում, որ եղել է մի թիմում, որտեղ կան անհատներ, որոնց հետ շփվելը միայն ամեն ինչ արժի։ Աշխարհի բոլոր անձները թոթափեն իմ գլխին, իմ ընտանիքի գլխին, եթե վարչապետը չի հրահանգել։ Ինչ եք կապիկություններ անում։ Եվ ո՞րն է բանը փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, դուք այդ թիմից եք եղել, գիտեք նման հարցերին ինչպես են լուծում, թե փաստը Արման Եղոյանի, Վիլեն Գաբրիելյանի եւ Բակեն Փյունյանի ելույթը։ Դուք եք լսել։ Դուք եք մարդիկ ասում են, ինչ եք անում, ախպեր։ Գոնե խարդախության հոդված դրեք։ Այս մարդը ինչ լծակ ունի, որ կաշառ վերցնի։ Դե ինչ, տեղափոխվենք հայրաքաղաք Գյումրի, երեկվանից տեղեկություններ տարածվեցին, որ Գյումրիում ընտրություններից մի քանի օր առաջ ընտրակաշարք է բաժանվում։ Արագ կարգով Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ընտրակաշարք տալու եւ ստանալու, ինչպես նաեւ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ։ Գյումրիում իրականացված խոզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք, հակակոռուպցիոն կոմիտեից հայտարարեցին եւ հաստատեցին այս տեղեկությունը, նշելով, որ խոզարկություններ ու ձերբակալություններ են տեղի ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից եւ կից ներկայացնում է տեսանյութ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշարք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական ոստիկանությունից եւ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա։ Ստացված տվյալների համաձայն ընտրողին առաջարկվել է ընտրակաշարք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների եւ այլ գույքի ձեռքբերման գումար խոստանալու մասին։
Ով չեմ փող կֆեռա, բայց սու մասին հեշտ մարդ չիմանա էլի, գորգի։ Ամբես մարդուն լիսոր, խոսքիենով 100% գիտես որա եշտատ կնդրե։ Եվ հետո կստարեմ, հա, բես չոր։ Մնայ, թեզ թեյրը, գորգի, ձամար գիտես իշխեսպես եմ, ով փող տվա վիրանը կնդրե, դատպես է։ Համի, քանին ընդրությունները չի երը, ամեն ինչով քեզի կոքնեն, սոնարը խոսքի նայ կնասի մեծ, հա, Peyden peyreletse çoğu kam et martun poğu çıkar. Et poğu da ne şebet. Oraskan var kavra foskitsene kasenka. İnan ki poğu kuda ne? Inca voknen sezisa. Ben atayın o bir de kırnak. տարազների ինչով կրաստու բանելես։ Կրնանք մենք ֆինանսավորենք, մենք տարվամեջերգու տարազը պետք է կորվի, տարազների գումար մենք։ Երեկվա քրեդի հարցը ինչ եղավ։ Կադրել են վայդ, ասած նայենք ինչը։ Որտեղ ես Սևիա։ Երեք ես մայլ եմ ֆրատի, ես մեր ցուցակում գրել եմ։ Այսօր ես Սևիան դի ֆրան։ Թե կուզես դու արի, ելի դուրս մի այսպես եմ քրեդի գտերի։ Անգեցի քրիսինս կնա դուրը էլի կանի քրեդի բրիպին։ Երևի մի կուբում կար բացից։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քրեական ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու եւ դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հորդորում է դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականon գործընթացը խաթարող հակաօրինական գործելավոճից եւ հավաստիացնում, որ իրավասու այլ մարմինների հետ ձեռնարկելու է համարժեք գործողություններ կոռուպցիոն բնույթի նմանօրինակ արարքները բացահայտելու եւ չեզոքացնելու ուղղությամբ։ Միաժամանակ կոմիտեն ակնկալում է ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունն իրավապահ մարմինների հետ, այդ թվում հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ վերջիներից հայտնելու եղանակով։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ու մինչ իշխանական կողմը իր բոլոր աղբյուրներով տարածում է պաշտոնական այս տեսանյութը եւ տեսակետը նույնպես, ընդդիմությունը բնականաբար իր լրատվական բոլոր խողովակներով մեղադրանքները կեղծ ու շինծու է որակում, իսկ կատարվածը պարզապես քաղաքական հետապնդում։ Այնինչ տեղի ունենում այս պահին Գյումրիում, ընդդիմադիրների հետ կապված պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի ուղղված սպառնալիքներով։ Այսպիսի տեսակետ է հայտնում լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, մեկնաբանելով Գյումրիում սկսված խուզարկությունները ընդդիմության գրասենյակում, շտաբում եւ տանը։ Հենց այս պահին ինչ որ արվում է Գյումրիում ընդդիմադիր տեխնացուների նկատմամբ, դա եւս պայմանավորված է իր վարկանիշով ստեղծված վտանգներով, ինքը հասկանում է իր կործանման եւ խորտակման վտանգը եւ այն ռեպրեսիաները, որ իրականացվում են հենց հիմա Գյումրիում տարբեր քիչ առաջ տեղեկություն եղավ որ մարդուն Գրիգորյանի գրասենյակին ներխուժել դրանից առաջ գիտեք Մայր Հայաստանը, այսինքն Վարդան Ղուկասյանի համար հիմքերը 3 էին ստեղծվել, գործ ունենք մի խելագարի հետ, իսկ իրավապահ մարմինները ընդհանրապես բութ գործիք են սրա ապօրինի հրահանգները կատարելու եւ իշխանության վերարտադրությունը ապավելու համար դատախազը հիմա որ խոսում է ինքը վաղուց պետական շահերի պաշտպանը չի, ինքը Նիկոլի ապօրինի հրահանգները կատարող պաշտոնյան։ Իդեպ իշխանությունից բնականաբար եւս հակադարձեցին ընդդիմությանը, փորձում են ազդել որոշման վրա քաղաքացու քվեի վրա եւ իրավապահ մարմինները պետք է գործեն եւ ես կարծում եմ որպես գործիք օրենքի ողջ խստությամբ են աշխատում։ Այս մասին ազգային ժողովում ասում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Գյումրիում անցկացվելիք ընտրություններից առաջ ընտրակաշարք առաջարկելու դեպքերին։ Իդեպ որոշակի բառամթերք եւս հնչեց, որի բովանդակությունը ինքնին տհաճ է։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի հատված։ Գլուխները տալու ենք պատերին բոլորի, ովքեր փող են ուզում բաժանել մարդկանց եւ գնել մարդկանց ուրեմն քվեն։ Ընկերներ, էլի ասֆալտին փռեք, գլուխները պատով տանք, թաթիկները այսպես անենք,
բարեկամներ, այս 7 տարվա մեջ ձեր նշած խոշոր խաղացողներից մեկի ապօրինությունները ապացուցեք, դատեք, ոչ մեկի գլուխները պատով տալ պետք չէ, ժողովուրդը ամեն ինչ կհասկանա։ Եվ քանզի խոսեցինք գումարներից ու միջոցներից, այսօր կառավարության նիստներ եւ ինչպես գիտեք, մի շարք հարցեր են քննարկվում եւ ուշադրությունը հրավիրեցինք մեկ հարցի վրա, ամենայն լրջությամբ ուսանողների ու դասախոսների համար վարկով հեծանիվ գնելու տոկոսադրույքի զրոյացման թեման էին քննարկում, այսինքն եթե դու ուսանող ես կամ դասախոս ես եւ ցանկանում ես վարկ վերցնել, որպեսզի հեծանիվ գնես, ապա տոկոսադրույքը զրոյական է։ Կարծես թե ճիշտ եմ հասկանում։ Ըստ էության ինչ ենք ասում այս որոշման նախագծով, մենք այն ուսանողներին եւ դասախոսներին, ովքեր դիտարկում են կամ պատրաստ են դիտարկել հեծանիվով գնալ դասի եւ վերադառնալ տուն կամ հեծանիվը օգտագործել որպես տրանսպորտային միջոց, կառավարությունը պատրաստ է աջակցել այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով։ Այսինքն քանի տոկոսն ենք մենք սուբսիդավորում, Տիկին։ 16% է տարեկան դրույքաչափը եւ այդ ամբողջ հատվածը սուբսիդավորվելու է։ Այսինքն զրոյացնում ենք տոկոսը։ Այո։ Տոկոսը զրոյացնում ենք բոլոր այն քաղաքացիների, ներողություն, ուսանողների եւ դասախոսների համար, ովքեր պատրաստ են հեծանիվը դիտարկել որպես փոխադրամիջոց, ինչը իհարկե նախ տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիր կարող է լուծել երկարաժամկետում, երկրորդը առողջ ապրելակերպի խթանումն է շատ կարևոր եւ համոզված եմ, որ մաքուր օդին դասի գնալը եւ մաքուր իհարկե օդն էլ պետքա մաքուր պահենք, այդ խնդիրն էլ կա զուգահեռ, բայց ամեն դեպքում հաստատ բանի մեջ դրսում ավելի մաքուր է, քան տրանսպորտի մեջ, թեկուզ համեմատության մեջ, եւ սա կարծում եմ լավ ծրագիր է, որը գիտեք հիմա հետեւյալ խնդիրը կա, օրինակ շատ են խոսում, ասում են քաղաքային իշխանությունները ինչի հեծանվային ուղիներ չեն ստեղծում եւ այլն, բայց նաեւ դա էլ է պետք հասկանալ, որ եթե դրա ռեալ պահանջարկը չկա, այսինքն քաղաքային իշխանությունը պետք է տեսնի, որ այնքան հեծանիվ կա, որ արդեն խնդրեմ է, հեծանիվները մեքենաներին են խանգարում, մեքենաները հեծանիվներին են խանգարում։ Հիմա խնդիրն այն է, որ մեքենաները հեծանիվներին խանգարում են, բայց հեծանիվները մեքենաներին չեն խանգարում, որովհետև այնքան քիչ են, որ տենց հարաբերություն չկա, այսինքն բալանս պետք է ձևավորվի, որ դա դառնա օրակարգ։ Հիմա ասենք, որ ոչ մի քաղաքային իշխանություն, որ տենց մոտիվացիա չունի, որ հսկայական կապիտալ ծախսեր անի, որ հեծանվային ուղիներ բացի, որովհետև դա նաև մյուս տրանսպորտային սխեմաների փոփոխություն է ենթադրում, որոշակի ջանք է, դժգոհություն է նաև ենթադրում ավտոտրանսպորտից օգտվողների համար։ Եվ հետևաբար նախ պետք է դրա ռեալ պահանջարկը ձևավորվի։ Իսկ դրա ամենաառաջնային կրողները կարող են լինել ուսանողները։ Ընկերներ, տեսեք, երբ որ կառավարության նիստի ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ պահանջարկ չկա, հեծանիվները քիչ են, այսինքն ինչ է, էլի քաղաքացին է մեղավոր, հա? Խշողները պիտի շատ լինեն, որ համապատասխան ուղիներ ստեղծենք, այս անենք, այն անենք, կներեք, բա հարյուրավոր ինքնագլդորները, այդ սամակատ կոչվածները, հա, կամ էլեկտրական սկութերները, որ քաղաքում կան, ամեն խաչմերուկում տասնյակներով շարած են, դա ինչ է, պահանջարկ չէ, այն որ սկութերի վրա 3-4 հոգով երթևեկում են Բոմբեի տեսարաններով, ինչ է, դա պահանջարկ չէ, կամ քանի հոգու գցեցին տակը, դա ինչ է, պահանջարկ չէ։ Մենք մի դարաշրջանում ենք ապրում, որտեղ ավելի հավանական է, որ էլեկտրական սկուտեր մարդ կգնի ու կքշի, քան հեծանիվ։ Իդեպ այս տենդենսը ամբողջ աշխարհում է դիտարկվում, ոչ միայն մեզ մոտ։ Եթե համապատասխան ենթակառուցված լինի, հարմար ու ապահով, վստահեցնում եմ, որ մարդիկ կվերանային իրենց փոխադրամիջոցի ընտրության հարցը, բայց եթե պիտի վտանգեն իրենց կյանքը, 1000 ազդանշանով, հայհոյանքների ուղեկցությամբ, մի հատ էլ կռվի մեջ ընկնեն, որը կարող է ավարտվել պոտենցիալ դանակահարությամբ, կդրեք իհարկե, սենց սպասելով էլ մնալու ենք։ Երևի այդ նույն ձև էլ սպասում ենք Աջափնյակ մետրոյի կանգառի կառուցմանը, մինչ մարդիկ ոտքով, բարեկամության կայարանից հազարներով չքայլեն դեպի Աջափնյակ մետրոյի կայարան, չեն նկատի, որ պահանջարկ կա,
չեն կառուցի, այդպես էլ կմնանք։ Ընկերներ, քաղաքը գերծանրաբեռնված է, դա բոլորը գիտեն։ Գերծանրաբեռնված երթևեկությամբ եւ օդի աղտոտվածությամբ, այնպես որ առաջարկում եմ այլ տեսանկյունից նայել խնդրին։ Իսկ մենք գնանք այլ թեմաների մոտ ու խոսենք դեսպան ԱՄՆ-ի դեսպան Քրիստինա Քվինի մասին, ով Սյունիքում էր եւ Սյունիքում վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Այսպիսով, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը ամփոփել է իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։ Դեսպան Քվինը այցելել է Սուրբ Հռիփսիմեի պատմական եկեղեցին, որտեղ ընդգծել է ամենուր Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանելու կարևորությունը։ Գորիսում դեսպանը հանդիպել է Եվրոմիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։ Այցի ընթացքում դեսպան Քվինը նաև զրույց է ունեցել համանքային առաջնորդների, բնակիչների հետ, վերահաստատելով Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, նշված է պաշտոնական գրության մեջ։ Գնանք առաջ, քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական եւ պաշտպանական ուղղություններով համագործակցության խորացման հարցերը։ Մարտի 27-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային ժողովի ազգային պաշտպանության եւ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան-Միշել Ժակին։ Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացումը եւ երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական եւ պաշտպանական ուղղություններով համագործակցության հետագա խորացման հեռանկարներին առնչվող հարցերը։ Եվ կրկին Մոսկվա եւ Մոսկվայից հնչող սպառնալիքներ կամ տրամաբանության եւ նախազգուշացման մեջ։ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ Եվրոպական միության միջև, չի կարող երկու աթոռի վրա նստել։ Այս մասին հայտարարել է իդեպ հերթական անգամ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, մեջբերեմ իր խոսքը։ Ես կարդացել եմ բուն օրինագծի տեքստը, որը ընդունվել է Հայաստանում։ Այն կողմ է ամեն լավին, ամեն վատի դեմ, բոլորովին ընդհանուր բառերով, բայց սա Հայաստանի ներքին խնդիրն է, լրագրողների զրույցում ասել է Օվերչուկը։ Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ եւ Եվրոմիությունը ունեն ճակերտավոր նման օրակարգեր։ Այդ պատճառով իհարկե երկիրը պետք է որոշի եւ կատարի այդ ընտրությունը, քանի որ հնարավոր չի նստել երկու աթոռների վրա։ Դա բացարձակապես ակնհայտ է, նշել է պաշտոնյան։ Իդեպ այս շաբաթ արդեն որերորդ անգամ է հնչում մեկնաբանություն, անդամակցության շուրջ Եվրոմիություն, ԵԱՏՄ փոխհարաբերության մասին խոսել է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ով ևս մեկնաբանում է։ Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության հետ կապված գործընթացների վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը տարբեր մակարդակներում բազմիցս հնչել է, եթե կարճ ձևակերպենք անդամակցությունը Եվրոմիության եւ ԵԱՏՄ-ի փոխադարձության միջև, դա ընդունելի չէ։ Դրանք բարեբախտաբար կամ ցավոք միայն բացառող երևույթներ են, հստակ չափանիշներով եւ ոչ քաղաքական կամ գաղափարական տեսանկյուններից, հայտարարել է Զախարովան։ Իդեպ, սա արդեն այս շաբաթվա մեջ, եթե չեմ սխալվում, երրորդ նման մեկնաբանությունն է պաշտոնական Կրեմլից։ Այս թեմային կրկին չի անդրադառնա, եթե մեր պաշտոնական խողովակներից հնչեին սպառիչ եւ հստակ պատասխաններ ռուսաստանցի պաշտոնյաներին։ Տեսեք, մեզ մեղադրում են երկու աթոռների վրա նստելու համար, մեզ ասում են, որ Եվրոմիությունը եւ ԵԱՏՄ-ը իրար հակասող կառույցներ են եւ միաժամանակ երկուսին հարել ուղղակի հնարավոր չէ։ Ինչպես կասեր հայտնի դասականը, իրոք, բա ինչու եք մեզ մեղադրում այս ամենի մեջ, բայց չեք մեղադրում ձեզ։ Ինչու նույն տրամաբանությամբ չի կարող օրինակ Ռուսաստանը լինել եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը։ Դա եւս իրար հակասող է, չէ՞։ Ինչպես կարող է Ադրբեջանի
աջակից ռազմավարական գործընկերը եւ Ադրբեջանը ընդհանրապես աջակցողը, զենք զինամթերք մատակարարողն ու ռազմավարական դաշնակիցը լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության եւ սուվերենության երաշխավորը։ Բարեկամներ, մենք տասնամյակներ շարունակ այս տրամաբանությամբ ենք ապրել, դրա համար ենք հասել այս հանգրվանին։ Ես շատ կցանկանայի, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը նման հստակ հակադարձում ուղեր, այս տեսանկյունից դիտարկեր հարցը եւ կարծում եմ, եթե նման բան լինի, ապա 7-րդ ու 8-րդ անգամ Կրեմլից նման հայտարարություններ այլևս չեն հնչի։ Ոստի գնանք առաջ։ Շարունակելով քննարկումը, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում ԵՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակության փոխդեսպան Դեյդեր Բրաունը շնորհավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ եւ կողմերին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել այն։ Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Սա պատմական պահ է եւ մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ստորագրել համաձայնագիրը, որքան հնարավոր է շուտ։ Այս խաղաղության համաձայնագրի վերջնականացումը լավագույն ճանապարհն է կայուն խաղաղության հասնելու եւ ամբողջ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովման համար։ Դա ճանապարհ կբացի առևտրի աճի եւ բարգավաճման համար ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև նրանց հարևանների համար, նշված է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նաև կոչ է արվում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը խաթարում է խաղաղության հեռանկարները։ Այս պահին հերթը միջազգային լրահոսինն է, տեսնենք ինչ է կատարվում աշխարհում, որ ներկայացնում ենք տեսաշարով։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավտոմեքենաների նկատմամբ 25% մաքսատուրքերի սահմանումը որակել է որպես ուղղակի գրոհ իր երկրի վրա եւ մտադիր է ուսումնասիրել պատասխանի տարբերակները։ Այս մասին Քարնին ասել է մամուլի ասուլիսի ընթացքում։ Նա նշել է, որ մաքսատուրքերն ուղղակի գրոհ են, որը խախտում է ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը։ Այդ կապակցությամբ, ինչպես նշել է վարչապետը, Կանադան գտիտարկի պատասխանի իր տարբերակները։ Քարնին նաև հայտարարել է, որ հարկ կլինի խոսել Թրամփի հետ եւ հույս է հայտնել, որ դա շուտով տեղի կունենա։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր արտասահմանում արտադրված բոլոր ավտոմեքենաների համար ապրիլի 2-ից 25% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով դա կհանգեցնի տնտեսական աճի, ինչպես նաև օտարերկրյա ավտոարտադրողների կողմից ԱՄՆ-ում գործարանների բացման։ Որոշումը վերաբերում է նաև ոչ մեծ բեռնատարներին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Այս պայմանագիրը ամրապնդում է Ռուսաստանի եւ Իրանի որպես ռազմավարական գործընկերների կարգավիճակը եւ ընդգրկում համագործակցության բոլոր հիմնական ոլորտները, ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը եւ տեխնոլոգիաները։ Ռուսաստանի եւ Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը 2025-ի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրել են Պուտինը եւ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը։ Պայմանագրի նպատակն է առաջիկա 20 տարիներին կարգավորել Ռուսաստանի եւ Իրանի միջև հարաբերությունները։ Լիտվայում զորավարժություններին մասնակցող 4 ամերիկացի զինվոր է անհետացել, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նախորդին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել էր, որ Լիտվայում անցկացվող զորավարժությունների ժամանակ 4 ամերիկացի զինծառայողներ են զոհվել։ Նա նշել էր, որ դեպքի մանրամասները դեռևս անհայտ են, սակայն ՆԱՏՕ-ն պարզաբանել է, որ թյուր ըմբռնում է առաջացել եւ որ զինվորների մահը դեռ հաստատված չէ։ Մարտի 25-ին Լիտվայի Պաբրադե քաղաքի մերձակայքում զորավարժություն է տեղի ունեցել, որոնց մասնակցել են Ջորջիայում տեղակայված 3-րդ հետևակային դիվիզիայի առաջին բրիգադի 4 ամերիկացի զինվորներ։ Նույն օրը երեկոյան անձնակազմի հետ կապը կորել է։ Լիտվայի բանակի խոսնակ մայոր Ցինին ասել է, որ միջադեպի վայրը բացահայտվել է եւ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Անկարայում ոստիկանությունը արցունքափեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ուսանող աջակիցներին ցրելու համար։ Մարտի 27-ի առավոտյան ցուցարար ուսանողները փորձել են երթ անցկացնել եւ հավաքվել Մերձավոր Արևելքի տեխնոլոգիական համալսարանի դարպասների մոտ հայտարարելու Իմամօղլուին աջակցելու մասին, սակայն նրանց դիմավորել են հատուկ տեխնիկայով համալրված ոստիկանական ուժերը։ Ուսանողները բարիկադներ են կառուցել, սակայն բախում է տեղի ունեցել եւ ոստիկանները փորձել են բերման ենթարկել ցուցարարներին։ Թուրքիայում բողոքի ցույցերը սկսվել են մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Դատախազությունը հայտնել է, որ հայտնաբերել է Իմամօղլուի եւ մի քանի գործարարների հետ կապված անօրինական ֆինանսավորման դեպքեր։ Ավելի ուշ Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով ամբողջ երկրում բողոքի ցույցերի սկզբից ի վեր բերման է ենթարկվել ավելի քան 1400 մարդ։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլի քաղաքային խորհուրդը փոխքաղաքապետ է ընտրել ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Նուրի Ասլանին։ Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Նուրի Ասլանը ստացել է 177 ձայն, իսկ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության թեկնածու Զեյնել Աբիդին Օքուլը 125 ձայն։ Գազայի հատվածում Իսրայելի կողմից պատերազմի վերսկսման 10-րդ օրը 9 մարդ է զոհվել։ Գրանցվել են վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։ Զոհերի թվում է Համասի խոսնակ Աբդ ալ-Լատիֆ ալ-Կանուան։ Անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում իսրայելական ուժերը թիրախավորել են խոսնակի վրանը։ Պարբերականը տեղեկացնում է, որ իսրայելական հատուկ ջոկատայինները ներթափանցել են Նաբլուս քաղաք եւ տեղակայվել հյուսիսային լեռնային շրջանում։ The Times of Israel-ը իր հերթին հայտնում է, որ Նեթանյահուն դեռ փորձում է ստիպել Համասին համաձայնել ԱՄՆ-ի առաջարկին, որը պահանջում է պատանդների եւ բանտարկյալների փոխանակում եւ գազային մարդասիրական օգնության տրամադրում, բայց առանց պատերազմի ավարտի երաշխիքների։ Մարտի 18-ին Իսրայելի կողմից պատերազմի վերսկսումից ի վեր Գազայի առողջապահության նախարարության տվյալներով զոհվել է շուրջ 700 պաղեստինցի եւ վիրավորվել ավելի քան 1300-ը, որոնց թվում գերակշռում են կանայք եւ երեխաները։ Հարավային Կորեայում շարունակում են մոլեգնել մարտի 21-ից սկսված անտառային հրդեհները, որոնց զոհերի թիվը հասել է 26-ի։ Եվս 30 մարդ վիրավորվել է, շուրջ 37000 մարդ տեղահանվել է։ Զոհերի մեծ մասը տարեցներ են։ Հյուսիսային Գյոնգսգանգի նահանգում մոլեգնող հրդեհները ամենամասշտաբայինն են երկրի պատմության ընթացքում։ Կրակն այրել է շուրջ 36000 հեկտար անտառային տարածք։ Հազարավոր տներ հրդեհների պատճառով զրկվել են էլեկտրականությունից, որոշ շրջաններում նաև եղել են ջրամատակարարման եւ կապի խափանումներ։ Հրդեհների հետևանքով Ուիսոնգ քաղաքում այրվել է 1300 տարվա հնություն ունեցող տաճար։ Կրակը սպառնում է նաև մշակութային այլ օբյեկտների։ Ըստ իշխանությունների հրդեհները սկսվել են մարդկային գործոնի պատճառով, սակայն դրանց արագ տարածմանը նպաստել են ուժգին քամիները եւ չոր եղանակը։ Բոլիվիայի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել անձրևներից առաջացած հեղեղումների պատճառով, որոնք վերջին ամիսներին ավելի քան 50 մարդու կյանք են խլել։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Լուիս Արսեն։ Արսեի խոսքով տեղատարապ անձրևներից տուժել է 209 մունիցիպալիտետ։ Այս տարի տարերքից ոչնչացվել է 818 տուն, որոնք մենք կվերականգնենք։ Մենք ունենք տվյալներ 51 զոհի մասին, 8 մարդ համարվում է անհետ կորած, հայտնել է պետության ղեկավարը։ Բոլիվիայում անձրևների սեզոնը սկսվել է 2024 թվականի նոյեմբերին։ Վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը սրվել է։ Իշխանությունների տվյալներով այս սեզոնին տեղացած անձրևները ամենասաստիկն են դարձել վերջին 40 տարվա ընթացքում։ Եվ վերջում եղանակի մասին։ Երևան քաղաքում մարտի 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-ից 31 օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը մարտի 28-ից 29 ցերեկային ժամերին աստիճանաբար բարձրանալու է 3-ից 5 աստիճանով։ Դե ինչ հարգելի ընկերներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Լավ եղեք։